համոզման հետ, մարդիկ դեռ ժամանակից փորձել են հասկանալ, թե ինչպես են փոփոխվում մեծությունները շարժման արագության, աճի և նվազման ընթացքում։ 17-րդ դարում այս խնդիրը դարձավ գիտնականների կենտրոնական հարցերից մեկը, և հենց այս ժամանակահատվածում անգլիացի գիտնական Իսաակ Նյուտոնը և գերմանացի մաթեմատիկոս Լայբնիցը անկախ միմյանցից նվագեցին այսենցիալի գաղափարը։ Օրինակ տրված է y-ը հավասար է fx ֆունկցիան, եթե x-ը ստանում է փոքր փոփոխություն դելտա x, ապա ֆունկցիայի արժեքը փոփոխվում է հետևյալ կերպ, ֆունկցիայի փոփոխության արագությունը ստանալու համար մենք դիտարկում ենք հարաբերություն, որը կոչվում է միջին փոփոխության արագություն, եթե դելտա x-ը ձգտում է 0, ապա հարաբերության սահմանը կոչվում է ֆունկցիայի արձանցելը տվյալ կետում, ֆունկցիայի արձանցելը x կետում սահմանվում է հետևյալ կերպ, fx արձանցելը հավասար է լինում fx գումարած դելտա x հանած fx հարաբերած դելտա x-ի։ Արձանցելը ունի երկու հիմնական իմաստ՝ ֆիզիկական փոփոխության արագություն և երկրաչափական շոշափողության անկյան տանգիզ։ Այժմ ես կներկայացնեմ արձանցելի ֆիզիկական իմաստը։ Ֆիզիկայում արձանցելը ցույց է տալիս փոփոխության ակնթարթային արագությունը։ Եթե մատների անցած ճանապարհը դրված է s ֆունկցիայով, ապա նրա արագությունը հավասար է դրված ֆունկցիայի արձանցելին։ Այսինքն արձանցելը ցույց է տալիս, թե որքան արագ է փոխվում ճանապարհը տվյալ բաժնում։ Գրաֆիկի վրա վերցված է x0 կետը, այդ կետով անցկացված է շոշափող, այդ կետով x-երի առանցքին տարված է զուգահեռ ուղիղ, այդ անկյան շոշափողի ներկության անկյունը նշանակենք ալֆայով, ապա կստանանք, որ այս անկյան տանգեսը հավասար է ֆունկցիայի արձանցելին x0 կետում։ Հիմա արձանցենք x քառակուսու ֆունկցիայի արձանցյալը, ինչպես նշեց Գեղամը, սա ֆունկցիայի սահմանումն է, ևս սահմանման գտնենք x քառակուսու արձանցյալը, x-ին տանք դելտա x փոփոխություն, x քառակուսի մինուս x քառակուսիները հակադիր գումարելիներ են կրճատվեն, իցեն x քառակուսու արձանցյալը հավասար է 2x։ Հաստատունի արձանցյալը հավասար է 0, x-ի արձանցյալը հավասար է 1, x-ի արձանցյալը հավասար է n անգամ x n-1 աստիճանով, x-ի արձանցյալը հավասար է x, սինուս x-ի արձանցյալը հավասար է կոսինուս x, կոսինուս x-ի արձանցյալը մինուս սինուս x, տանգես x-ի արձանցյալը մեկը բաժանած կոսինուս քառակուսի x, և կոտանգես x-ի արձանցյալը մինուս մեկը բաժանած սինուս քառակուսի x։ Արձանցման կանոնն է, գումարի և տարբերության կանոնը, f գումարած j-ի արձանցյալը հավասար է առաջին ֆունկցիայի արձանցյալ գումարած երկրորդի ֆունկցիայի արձանցյալ, իսկ տարբերության դեպքում մինուսով։ Արտադրյալինը f անգամ j արձանցյալը հավասար է առաջին ֆունկցիայի արձանցյալ անգամ երկրորդ ֆունկցիա գումարած առաջին արձանցյալ անգամ երկրորդի առաջին ֆունկցիա անգամ երկրորդի արձանցյալ։ Կանոնի դեպքում f-ը բաժանած j արձանցյալի դեպքում f արձանցյալ անգամ j մինուս fj արձանցյալ բաժանած j քառակուսի։ Բնական հարց, ինչի համար է արձանցելը, ինչպես կարող ենք այն կիրառել։ Արձանցյալի հիմնական կիրառություններից մեկը դա ֆունկցիաների հետազոտումն է։ Դրանց գծով կարող ենք բացել ֆունկցիան, որ կետում է աճում կամ նվազում, ինչպես նաև գտնել նրա առավելագույն և լավագույն կետերը։ Այժմ դիտարկենք, թե ինչպես է արձանցելը օգնում ուսումնասիրել ֆունկցիայի հարցը։ Եթե որևէ միջակայքում ֆունկցիայի արձանցյալը դրական է, ապա ֆունկցիան այդ միջակայքում աճում է։ Եթե որևէ միջակայքում ֆունկցիայի արձանցյալը բացասական է, ապա ֆունկցիան այդ միջակայքում նվազում է։ Եթե ֆունկցիայի արձանցյալը փոխվում է դրականի բացասականի, ապա ֆունկցիան ունի առավելագույն արժեք։ Իսկ եթե ֆունկցիայի արձանցյալը փոխվում է բացասականի դրականի, ապա այդ ֆունկցիան ունի նվազագույն արժեք։ Ֆունկցիայի հետազոտման հիմնական քայլերը ես կասեմ օրինակի միջոցով։ Առաջին քայլով գտնում ենք ֆունկցիայի արձանցյալը։ x-ը հավասար է 2x հանած 4։ Երկրորդ քայլով արձանցյալը հավասարեցնում ենք 0-ին։ x-ը ստանում ենք 2, այսինքն եթե x-ը փոքր է 2-ից, ապա f'(x-ը փոքր է 0-ից։ Եթե x-ը մեծ է 2-ից, ապա f'(x-ը մեծ է
է, որ մեր ֆունկցիան նվազում է մինուս ամբերչությունից 2 միջակայքում եւ աճում է 2-ից պլյուս ամբերչություն միջակայքում։ Մեր առաջին կետը 2-ն է, իսկ երկրորդ կետը գտնելու համար 2-ը տեղադրում ենք սկզբնական ֆունկցիայի մեջ։ Ստանում ենք -1, այսինքն մեր ֆունկցիայի նվազագույն կետը 2-1 կետն է։ Տրված է մարմնի շարժումը S-ն հավասար է T խորանալ թանած 6T քառակուսի գումարած 9T, գտնենք թե որքան է արագությունը եւ երբ է այն առավելագույնը, հավասար է 0, հետեւաբար T-ն հավասար է 2։ Եզրակացություն T2 պահին արագությունը փոփոխվում է առավելագույն ձևով։ Այս խնդիրը ցույց է տալիս մեզ ֆիզիկա եւ մաթեմատիկայի կապը, ցույց է տալիս ածանցյալ արագություն եւ արագացում կապը։ Առաջին քայլով գտնում ենք որոշման լիմիթը, թե որ արժեքների համար է ֆունկցիան սահմանված։ Երկրորդ քայլով գտնում ենք առաջին ածանցյալը։ Երրորդ քայլով գտնում ենք կրիտիկական կետերը։ Չորրորդ քայլով աճում եւ նվազում են միջակայքերը։ Հինգերորդ քայլով գտնում ենք էքստրեմումները։ Նշանի փոփոխությամբ գտնում ենք առավելագույն եւ նվազագույն կետերը։ Վեցերորդ քայլով երկրորդ անգամ ենք ածանցում, որը օգնում է գտնել կորության բնույթը։ Հաջորդ քայլով կառուցում ենք գրաֆիկը։ Այսպիսով մենք ածանցալի օգնությամբ գտանք x խորանալ մինուս 3-ի գրաֆիկը, շրջանակետերը 0-0 կետերն են, շրջանակետերը իրենցից ներկայացնում են գրաֆիկի կորությունը։ Ածանցալի միջոցով գրաֆիկի կառուցումը մեզ թույլ է տալիս առանց ֆունկցիան հաշվելու հասկանալ, թե ինչպես է փոփոխվում տվյալ մեծությունը, իսկ հիմա ասենք կիրառությանը, ածանցալի կիրառությունը տարբեր ոլորտներում։ Ֆիզիկայում ածանցյալը ֆիզիկայում օգտագործվում է այն դեպքերում, երբ պետք է ուսումնասիրել մեծությունների փոփոխությունը ժամանակի կամ տարածության նկատմամբ, կարճ ասած ածանցյալը ֆիզիկայում փոփոխության արագության չափման գործիք է։ Ածանցյալը օգնում է գտնել առավելագույն եւ նվազագույն արժեքներ։ Ածանցյալի օգնությամբ տնտեսագետները հասկանում են երբ է շահույթը աճում, երբ է այն նվազում եւ ամենակարևորը որտեղ է շահույթը առավելագույն։ Այսպիսով ածանցյալի կիրառումը օգնում է որոշել, թե ինչքան արտադրել, որպեսզի ստացվի ամենամեծ շահույթը։ Ներեյ տեխնիկա։ Ածանցյալը օգտագործվում է համակարգերի վերության մեջ, օրինակ ջերմաստիճանի փոփոխություն, ճնշման փոփոխություն, էլեկտրական հոսանք։ Օրինակ, եթե ինչ-որ սարքի ջերմաստիճանը շատ արագ է աճում, ապա դա կարող է շատ վտանգավոր լինել։ Ածանցյալը ուսումնասիրում է հենց այդ փոփոխության արագությունը։ ՏՏ եւ տվյալագիտություն ածանցյալը օգտագործվում է անհասական բանականությունում ալգորիթմների օպտիմալացման մեջ։ Օրինակ բերենք gradient descent մեթոդը, մաթեմատիկական մեթոդ է, որը օգտագործվում է ֆունկցիայի նվազագույն արժեքը գտնելու համար։ Հիմնականում օգտագործվում է մերկելացված աշխատանք կատարելու համար եւ հենց այս ծրագիրը հիմնված է ածանցյալի վրա։ Ածանցյալը օգնում է հասկանալ ֆիզիկայում արագություն արագացում, տնտեսագիտության մեջ առավելագույն շահույթ, տեխնիկայի մեջ համակարգերի վերահսկում։ Անգծային աշխատանքի շրջանակներում պատրաստել եմ ածանցյալը եւ ածանցյալի միջոցով ֆունկցիայի հետազոտումը վերնագրով ուղեցույցը։ Ուղեցույցում ներկայացված են ֆունկցիայի հետազոտման հիմնական փուլերը եւ ածանցյալի կիրառությունը տարբեր ոլորտներում։ Որպես առօրյա կյանքում կիրառվող օրինակ, ընտրել ենք ուղղանկյան մակերեսի առավելագույն արժեքի վերաբերյալ
խնդիր, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ածանցալի օգնությամբ գտնել ավելի արդյունավետ լուծումներ իրական իրավիճակային 3 կողմերը ցանկապատված են եւ ցանկապատի ընդհանուր երկարությունը 40 մետր է։ Պետք է գտնել օղանկյան չափերը, որոնց դեպքում այս օղանկյան մակերեսը կլինի առավելագույնը։ X-ը ստացանք 10։ Տեղադրենք այստեղ, որպես ստանանք Y-ը։ Ստացանք, որ լայնությունը հավասար է 10-ի, 10 մետր, երկարությունը 20։ Այս շատումների դեպքում տվյալ օղանկյան մակերեսը կլինի առավելագույնը։ Նախագծային աշխատանքի ընթացքում մենք նաև իրականացրել ենք հարցաշարային ուսումնասիրություն ածանցյալի վերաբերյալ։ Հարցաշարը անցկացվել է տարբեր դասարաններում՝ 11-րդ տնտեսագիտական 1, 11-րդ տնտեսագիտական 2 և 11-րդ ֆիզմատ դասարաններում։ Ընդհանուր մասնակցել է 33 աշակերտ, իսկ արդյունքները ներկայացրել են գրաֆիկորեն։ Այս գործընթացը հնարավորություն տվեց համեմատել տարբեր դասարանների պատկերացումները ածանցյալի վերաբերյալ և ավելի լավ հասկանալ թեմայի ընկալման մակարդակը։ Մեր հարցմանը մասնակցել են 33 հոգի, որոնցից մեկը մասնակցել է 0-ից 5 միավոր, 7-ը 6-ից 10 միավոր, 13 հոգին 11-ից 14 միավոր, 12 հոգին 15 միավոր, գերազանցեցին։ Արդյունքները 100%-ից անբավարար 3%, բավարար 21.2%, լավ 39.4%, գերազանց 36.4%, այսինքն 50%-ից ավել բարձրակետներ լավ ու գերազանց են։ Առաջին գրաֆիկում մենք ցույց ենք տվել, թե ինչպես են բաշխված արդյունքները եւ ինչպես է փոխվում մարդկանց քանակը, իսկ երկրորդ գրաֆիկում ցույց ենք տվել, որ ոչ թե մարդկանց քանակը, այլ ինչքանով է փոխվում այդ քանակը յուրաքանչյուր հաջորդ միավորի դեպքում։ Սա նման է ածանցալի քանի, որ ցույց է տալիս փոփոխության արագությունը։ Ամենամեծ աճը նկատվում է 13-ից 14-ը, ինչը ցույց է տալիս արդյունքների կտրուկ բարձրացում։ Նախագծի արդյունքները մենք ստացել ենք ուղեցույց ածանցալի և ածանցալի գիրառման ֆունկցիայի հետազոտման մեջ վերնագրով գրքույկ, այս QR կոդով կարող եք բացել ու տեսնել և հարցաշար ածանցալի թեմայի շուրջ 12-20-ի միջև QR կոդով կարող եք բացել ու դուք եք մասնակցել հարցաշարը։ Ածանցալի գործիք է, որն օգնում է մեզ հասկանալ և կառավարել շրջապատող աշխարհի փոփոխությունները։ Ածանցալը միավորում է տեսությունը և կիրառությունը։ Եվ ի վերջո, ածանցյալը ցույց է տալիս, թե ինչպես է փոխվում աշխարհը։ Շնորհակալություն ուշադրության համար։